մտածենք, որովհետև հարցերը այստեղ շատ կոնկրետ են ու ինձ թվում է պատասխաններն են դուք կտեսնեք, թե ինչ կփոխվի մեր կյանքում փոփոխությունից հետո։ Սկսենք, ով կուզենա հարց տա։ Առաջինն է միշտ ամենադժվարը, հետո գնում է։ Նոր մի քիչ առաջ խոսում էինք հողագործությունից, Շվանիձորից, հիշում եմ մի վարկյան, Շվանիձորի շատ լավ, հեսա մոտեցն է։ Իսկ խաղա ձեր մոտ, թե ինչ։ Նուրը, ինչքանով եք վաճառում։ Զավոդի նուրը վաճառում ենք 100-110։ Իսկ ինքը ավելի փոքր է դրա համար եք դնով տալիս, թե ինչն է իր տարբերությունը։ Շատ հավանաբար գրավորած վերջ որոշի մասին որ շուկա չի մտնում։ Արքայպես չունի։ Իսկ սեր ճուճականը հենց դեսնույն բաղարագորի հիմնականը տեսած, բայց որպեսի բարգավա չի ստեղ։ Մենք պետք է հենց տեղում արտադրանքը տան, ենք դնով երևան ու արդեն դրա բանը ասպոտը, վաճառքը, ասենք իրականացվի դեպուս վաճառանշուկան, դեպուս չգիտեմ որ ճիշտ է։ Ասեմ մեր ծրագիրը որն է։ Տեսեք, ներվի ամբողջ ինչ միրգ արտադրվում է այստեղ։ Ընդհանրապես կլիման ունիկալ է Հայաստանի համար։ 3 միլիոնանոց Հայաստանը մեղրի նման զոնա չունի։ Այդ իսկ պատճառով այն կուլտուրաները, որ այստեղ են աճում, Հայաստանում բացի նոյեմբերյանից, եթե մի քանի հատված նոյեմբերյան, մի քանի սար նոյեմբերյան, ուրիշ ոչ միտեղ չեն աճում ու կարող են աճել։ Ինչ առաջարկ ունենք մենք։ Մթերման կայանների մասին լսել եք։ Ինչ անում մթերման կայանը, աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենաաղքատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը զբաղվում է նրանով, որ ֆիքսում է մինիմալ գին մթերման։ Օրինակ, կաթի գինը 180 դրամ, օրինակ, ցորենը 140 դրամ։ Խանգարում եք մարդուն։ Օրինակ, ցորենը 140 դրամ։ Եվ այդ պարագայում գյուղացին կարող է իմանալ, թե մինիմալ ինչ գնով վաճառի։ Նուրը 120 դրամ, 130 դրամ, էդի շատ ցածր գինա, ոչ թե ցածր գինա, տարածաշրջանում, Ռուսաստանում, Միացյալ Էմիրություններում, բոլոր տեղերը գները անգամներով թանկ են։ Հայաստանում այսօր օրինակ կառավարքի ճիրը ստեղ ու կառավարքի ճիրը Մոսկվայում գինը մի 4 անգամ ավելի տարբեր է։ Բայց այստեղից գնող եւ այնտեղ տանող կան, բայց քիչ է։ Ինչն է խնդիրը այդտեղ։ Որ պետությունը պետք է լինի միջնորդը կազմակերպություն լինի, ով մթերումը կանի գյուղացուց, փոքր շահույթ կունենա եւ կվաճառի դուրս։ Դրսի ընկերությունները, դրսի ցանցերը, խանութները ինչով են զբաղված։ Իրանք ման են գալի գործընկերոջ, որ մի քանի գյուղացուց, 100 գյուղացուց կհավաքի ու օգտ իրանց կտա։ Հենց այդ օգտի բացակայությունն է, որ դրսի շուկաներում հիմնականում աշխատում են Ուզբեկստանի հետ, Թուրքիայի հետ, որտեղ մեծ քանակությամբ են անում։ Հայկական արտադրանքը փոքր է։ Եթե մթերումը մենք կազմակերպենք կայաններով, ամեն շրջան իր կայանը ունենա, ամբողջ շրջանից կհավաքվի, մեծ պայմանագրեր կկնքվի եւ հնարավորություն կունենա գները բարձրացնել։ Պարոն Կարապետ, խնդիրը նա չէ, որ
Նրա մեջ է, որ եթե դեպի գինեկոլոգիան անպետությունը չշարի, որովհետև նա արդեն պետք է անի պատճառ գյուղացու, ամեն գյուղացու չշարի, ասենք ստեղ բանը ոչ մեկը չի կար։ Ու խնդիրը նրա մեջ է, հանգի մենք 30 տարի հողերի մեջ է, տարի է ոսկի Պարսկաստանից նորեն ներկրել, մենք ինչ բիզնեսում ենք նրանց խոսում, ասենք յոթաներ չենք խոսում։ Նորեն ներկրել, նորը դարվել ասենք են դավագույն նորը, որ 1000 դրամ արդը դարվել 250-400 դրամ։ Ու ասենք մենք արտադրանք ենք աճացրել ենք, այդ աճացվածը մնացել է զորերի մեջ, ասենք լանասունի բերանում, պատկաստրիկ ինչ է։ Իսկ դեր ասենք ռեալիզացնենք, հենց ոնց որ ասենք թեկուզ սոկի տեսանկյունով, թեկուզ գինու տեսանկյունով, թեկուզ հենց արտադրության տեսանկյունով, այն ակր ռեալիզացնենք դասվարի ոչ մեկին վնաս չի տում ու գյուղացիներ շարժակերպված արդեն ծրագրերը դենալով, կամ ինչը դենալով ու համոզվածողներով, որ վաճառքում ունի ու համոզ լինելով, որ ձեր խոսքի դերն եք, որովհետև բան չեմ լսել իրանքի մեջ խոսանը Կարապետյանը իր խոսքը դերը չի եղել, արդեն շարժակերպված իրեք գործած։ Դա գործածեն, ասենք, որ հանկարծ ուրիշը անցնի, հանկարծ ուրիշը անցնի, ասենք, գործներ ունենանք, այդ մարդկային տեսանկյունից խոսքս պատերազմի մասին, այդ ամեն ինչից, պրոստը համոզում կայր շանք ասացım, չի լինելու ոչ մի բան, ես խոսքերի մասին չի, խոսքը մարդկանց մասնա, որ ես նպատակություն եմ կամարնից մեջ։ Որ ասենք համոզում կլինում մարդկանց մեջ, որ մարդիկ ասենք ունենալով մեծ երաշխավոր, ոչ մի բանը չի լինի, կլնի ասենք խաղություն ու բարգարաճ։ Ասենք, երկրորդ հարցին, պատերումը, ինչ մենք քննարկեցինք, եթե հաստատ լինելու է, վստահ եղեք, ինչ որ դուք ասեցիք, ու այստեղ նոյեմբերյաններ նույն վիճակն Արարատյան դաշտը բերքի 20% ընդհանրապես թափում են, ու նաև մյուս բանը ասեմ, Պարսկաստանից ու Բելարուսից գյուղմթերք է գալի Հայաստան, իրանք սուբսիդավորում են, որ էժան լինի, գալիս է սպանում է մեր գյուղատնտեսությունը, բայց իրանքցի երկիրը, Բելարուսը 50% կաթիկինը սուբսիդավորում է, Պարսկաստանը գազի գինն է սուբսիդավորում, Պարսկաստանը մյուս բաներն է սուբսիդավորում, որը իր ջերմոսների բաների վրա լավ է ասում։ Այդ պատճառով մեր երկիրը պետք է պաշտպանի տեղական շուկան դրսի ներմուծումից, այն դեպքում, եթե այդ ապրանքը տեղում արտադրում է։ Եթե չի արտադրում, ներմուծումը էժան կթողնեն, որ ժողովուրդը էժան ապրոստ ունենա, որը որ տեղում արտադրվում է, այդ դեպքում կոչվում է պրոտեկցիոնիզմ, պաշտպանություն հայկական արտադրողի։ Դա անում են աշխարհի բոլոր երկրները։ Եթե ես վաղ ուզենամ իմ ապրանքը ձեզանից նոր առնեմ, տանեմ Պորտուգալիա, ինքը եթե Պորտուգալիան դա արտադրեց, ինքը պաշտպանելու է իր շուկան։ Չի թողելու ես տանեմ իր մոտ։ Ինչու մենք նույնը չենք անում, որովհետև չունենք գյուղատնտեսության նախարարություն, ով պաշտպանում է գյուղացուն։ Այդ խնդիրը հենց դրա մեջ է, որ բոլոր պետությունները իրանք սուբսիդավորում են անում, իսկ իրենք պետությունը նրանց սուբսիդավորում անում մեր շուկան, մեր գյուղատնտեսությունը սպանում է։ Օրինակ ես անձամբ ես 30 տարի այդ հողերի մեջ ունես եմ հիասթափվել, որովհետև չենք կարող արտադրակը տալուց հետո ստեղծելուց հետո էլ արտադրակը։ Չենք կարող նորմալ վաճառք իրականացնել, ծախսում եմ 100 դրամով, որ պետք է անի խոսք 1 միլիոն խոսք օրինակ եմ ասում, 1 միլիոն փող անում է 150,000 փողը ջրի ու սիրտային փողը չի կարող։ Իսկ ես ասենք վստահ եմ, որ ես ուժը կուսակցությանը ասում եմ այն ինչ որ դա իր հնարավորությունը կա, ինքը ասենք գործարար բոլոր կապերը օգտագործում մեր Հայաստանի միակ մասին չի խոսքը, գյուղատնտեսությունը առաջնալու համար, որովհետև մենք ապրում ենք մեր երեխեքներում են հողերի մեջ, ուրիշ ոչ մի բան չեն տվել։ Դուք ասեցիք ինչ պետք է ասել։
Մենք գիտենք, որ այս իշխանության կառավարման ժամանակ 3 պատերազմ ա եղել։ 3 պատերազմն էլ եղել է նրանից, որ ինքը որպես բանակցող պատրաստված չէր։ Երբ որ ընդդիմություն էր, իրան պետքա պատրաստեին։ Ընդհանրապես ընդդիմությունները պետքա պատրաստվեն իշխանության գալուց առաջ, որ իմանան ինչի մասին են խոսալու, ինչ բանակցություն են տանելու, ինքը պատրաստ չէր ու հետո զրոյական կետից սկսեց։ 3 սխալ արեց, 3-ն էլ բերեց պատերազմի։ Հիմա 8 տարի արդեն իշխում է։ Ու էլի սիրուն բաներ ասում, բայց մի հատ բան կա, չի հավատացվում է։ Չենք կարող էլ հավատալ, որովհետև ինչ ասել է մեր աշխարհաքաղաքական առումով չի եղել։ Կարա աշխարհի ամենասիրուն բառերը ասի, բայց չի կարող անի ինքը։ Մյուս հարցը ինչա ինքը Ադրբեջանի հետ ուզում անի։ Ասում մենք 30 առ 30 կնքում ենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Մենք դուք ճանաչում եք ադրբեջանցիներին, մեծ սերունդը ճանաչում է ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները լավն են, երբ որ լավ հարաբերություն դեռ կա, երբ իրանց ուժը չեն զգացել, երբ որ թշնամանում ես իրանց հետ։ Դու կարաս հույս ունենաս, որ ինքը երբ որ ուժեղ լինի, պայմանը կպայի։ Թուրքը պայման պահողա, թե չէ, եթե ուժեղ է խաղում, ու իրա թշնամից։ Ինչն է մեր ասածը։ Ստեղից 300 մետր են կողմ, 1 կիլոմետր են կողմ, մի հատ պետություն է, որը ամբողջ աշխարհի հետ կռվեց ու կրեց։ Օրմուզը փակել է ջրանցքը, ասում է գումար տվեք, որ անցնենք։ Տամոժնիա դարել աշխարհի նավթի 70%-ին։ Պարսկաստանն է։ Երաշխայիք մեզ, մենք ասում ենք ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իրապես ես ուզում եմ ձեզ էլ ասել։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման։ Մենք զրոյական կետից Փաշինյանի, այս չենք սկսելու։ Բայց մի հատ բան կա, գառանդովը, եթե 4 թուրք, ասեք Նռնաձորի կողմից եկան, ո՞րն է մեր գառանդը։ Դրա համար ասում են, կլինի Պարսկաստանն է ստորագրի, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտում է, ես երաշխավորում եմ։ Կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրի, հիմա ստորագրած է որպես վկա։ Երաշխիք կա, որ ով խախտեց պայմանագիրը, նրա նավթը չեմ առնելու։ Չեմ թողելու առնի, պարզը Ամերիկան ստեղ զորք չի ուղարկի։ Կընկնի տնտեսական սանկցիաների տակ։ Մենք ուզում ենք մեկից ավել երաշխավոր։ Եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագրից հետո ոչ մի բան չի ուզում անի մեր հետ, այդ երաշխավորները էլոքուտ չեն տալու պես, իրանց ուղղակի ստորագրությունն է մնալու։ Եթե վնաս չկա իրանցից, բայց եթե ուզենա բան անի, գոնե մի հատ գործիք կունենանք, որով կդիմենք Հարևան Պարսկաստանին, կդիմենք այլ երկրների, որ աջակցություն տան, որ այն օրը չհայտնվենք, ոնց որ հայտնվել են։ Չենք ասում մեկից ավել երաշխավոր, որովհետև մի երաշխավորը հենց ինքը ուրիշ տեղ կռիվ է ունենում, Ղարաբաղում տեսանք։ Ինքը զբաղվում է իր երկրի առաջնահերթությամբ։ Նույնն էլ ամերիկացի կարել են Աֆղանստանում, ամերիկացի կարել են Սիրիայում, ուրիշ տեղ կռիվ են ունեցել, հանձնել են այդտեղ։ Մեզ պետք է 2 երաշխավոր գոնե, մեկից ավելի, 2, 3 երաշխություն տեսնում են, որովհետև Հայաստանը Պարսկաստանի համար Եվրոպա միակ ոչ թուրքական երկրն է։ Եվրոպա եթե ուզում է 10 սարքի Պարսկաստանը միով, իսկ ինքը ուզում է։ Ինքը չի կարող թուրքերով ծախի, թուրքերը շահույթի 6 մաս իրանց են պահել։ Դրա համար է ինքը ասում, իմ համար կարմիր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ամերիկայի համար մեր տարածքային ամբողջականությունը։ Կայունությունն է, որ Չինաստանից Եվրոպա առաջտուրը ոչ Պարսկաստանով գնա, ոչ Ռուսաստանով։ Այս արանքով գնա։ Ինքն էլ է հետաքրքրված։ Վրաստանը հետաքրքրված է Իրանի հետ զբաղվում։ Ռուսաստանը հետաքրքրված է, որ թուրքերը իրար չկրտեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները բացի երկրից հետաքրքրված են Հայաստանի ուժեղ լինելով, ստեղ լինելով։ Մի հատ բանը մենք ասում ստորագրել։ Դարան դուրս ստորագրել, որ վաղը չլինի մեզ բան, որ 15 հատ թուրք գալիս է ստեղ ինչ են անում։ Էդի պատերազմը զոհերը կանխարգելելու միջոց է առաջարկում։ Եթե Ադրբեջանը չի ուզում մեր վրա ոչ մի կրտում չունի, ինքը չի ուզում մեր երաշխավոր ունենա, Պարսկաստանը չի ուզում մեր երաշխավորը լինի խաղաղության պայմանագրի։ Գիտեք թե ինքը տեղ է թողում
հետո։ Հիմա չէ։ Իսկ հիմա խաղաղությունը իրապես վտանգ չկա խաղաղության, որովհետև ինչ կար, տվել է արդեն այս մարդը։ Երկու բան ամենավատ բանը ինչն է, Վազգեն Սարգսյանը գիրքն էի կարդում, ինքը ասում էր 87-ին 88-ին մեղր էր եկել մինչև Ղարաբաղյան հակամարտությունը, մինչև Ղարաբաղը։ Ու իր մոտ հակա վտանգը այդ ժամանակվանից ես նկատեցի 86 թվի գիրք էր։ Ասում էր մեղրիում բանակ զորակոչողների 50%-ը ադրբեջանցիներ են։ Տենց եղել է, ճիշտ են ասում։ Հա? Ինչքան է։ 25 Շրջանային դեպուտատ։ Ասում եմ բնակության քիչ տոկոսն են, բանակ զորակոչողների շատ տոկոսը։ Ինչ են ինքը ասում է բնակության քիչ տոկոսն են, բայց բանակ զորակոչողների 50%-ը Ադրբեջանի Վազգենի գրքում էր, կարանք նայենք։ Ու ինչն է իր վտանգը։ Ասում է, հիշում եք, որ մեղրին պայթի Հայաստան, հիմնական վտանգը ինքը ինչն էր տեսնում։ Ասում են գալիս են, իրանց ծրագրով վերցնում են։ Կարեն Դեմիրճյանը խի առանձին շրջան սարքել մեղրու շրջանը, որ որպես շրջան մնա հայկական։ Հիմա մեր ասածը ինչ է։ Մենք պետք է չթողենք իրանք այս պայքարը մտցնեն Հայաստանի դաշտ, չգան այստեղ, որտեղ ստեղ գալով, նյուվատի ասենք 100 հոգի բերելով, 500 հոգի բերելով, իրանք գործիք են ունենալու Հայաստանի վրա, վինցիլ են ունենալու, փակեն, բացեն, մի հոգի մեկի հետ կռվեց, գնալու են ճնշելու ճանապարհով, ասել են անվտանգություն պետք է ապահովել։ Մենք արդեն տվել ենք, Արցախը այս մարդը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում են կանգնացնենք այս մարդուն, ասում են գոնե հիմա կանգնացնենք չթողի մտնեն։ Այն որ իրանք ասում են 300,000 ադրբեջանցի բերենք, այդ 300,000 ադրբեջանցիների միֆն է, իբր ստեղ 300,000 ադրբեջանցի ապրել։ Այդ միֆով ուզում են բերել 10,000, 20,000, 30,000, բայց ամենաբարդ տեղը ստեղ է լինելու Վարդենիս։ Խնդիրը ինչն է, մենք չենք ուզում մի հատ էլ կա նոր սկսենք պայքարել, գնանք միտինգ անենք, օպերա գնանք, ասենք հեռացիր։ Ընտրությունով ճամփենք, որ եթե մի ոտ շուտ անեինք, ճամփելը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արցախի մնացած մասն էլ չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Ադրբեջանը լաջինը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արաբ կպրծներ։ Անխուսափել էր ինչ շրջանի տալը, բայց մնացողը վատ բանակցություն էր։ Վատ բնավորություն էր։ Հիմա ուզում ենք այս վերջի տեղը, որ ինքը ռումբա թողում։ Շատերը բանից, ով որ Կարճևանից են, նախնիները Նախիջևանից են։ Նախիջևան հայ մնացել է։ Ինչից է, սկզբից եկել են մի քանի գյուղ, հետո քիչ վերցրել են։ Մեր վտանգը ինչ եք տեսնում այս ամեն ինչի մեջ։ Չմտնեն, ոտատեղ չանեն, ժողովուրդ։ Ու էդի դրա կարիքը չկա, նեն չի։ Ադրբեջանի պետությունը այդ իր ծայրահեղ ծրագիրն է։ Բայց ինքը արդեն ամեն ինչ ստացել է, ու խաղաղությունը անխուսափելի է։ Միայն թույլ խաղաղություններն է, որ իրանք ստեղ կլինեն։ Իսկ ամուր խաղաղություններն է, որ ադրբեջանցիները Հայաստան չեն մտնի։ Մենք էլ տարածաշրջանում նորմալ վարժ ղեկավարով նորմալ երկիր կսարքենք։ Խաղաղության մեջ լավ հարաբերություններով վարժ առաջնորդով, վարժ ինչ անում, փորձ ունենա գործանի։ Ինում են չեմ արդիկ, որ եթե աշխատանքի օրինակ այգում մեկի մի մարդու օգնության է կանչում, որ ձեր մոտ աշխատի։ Մեկը շատ սիրուն խոսում է, մյուսն է արագ բաբախում է, գործանում է։ Ում կվերցնեք աշխատանքի։ Գործանողի չէ, եթե այգում մենք գործանողին ենք վերցնում աշխատանքի, ոչ թե վարժ խոսացողին։ Այմարդ վարչապետի նույնը չեք անում։
Նա մինչև հիմա Հայաստանի բոլոր առաջնորդները, գիտեք մի քանի անգամ ասել են, եկել են առաջնորդության ֆինանսապես ոչ լավ վիճակով։ Հարուստ չեն եղել։ Բայց գնալուց կարող են հակառակ փորձել։ Զապով չեն գնա, այս միգրոֆոնը ստուգեք, էլի։ Մեկ։ Նախ ուզում եմ արդից հոգցրելով ողջունել մեզ բոլորի, ցանկանամ հաջողություն լավ ընտրություններին և ուզում եմ այսպիսի մտահոգություն հարց հարուկարել։ Աշխարհագրական դիրքից ելնելով ես չեմ ուզում վիրավորել մյուս մարզերի բնակիչներին, Հեղին գտնվում է ամենահեռավոր մայրաքաղաքից։ Ուստի այդ հեռավորությունը բերում է բազմաթիվ պրոբլեմներ, սոցիալական և այլն։ Ես հիշում եմ նախկին կառավարությունը երբ ներկաների ժամանակ, կար այսպիսի ինչ-որ մի օրենք մշակեցին սահմանամետ գոտի հասկացողությունը, որտեղ որ երեխաները, ուսանողները, թոշակառուները օգտվում էին պետական դոտացիաներից։ Աստված կա այդ սահմանամերձ հասկացողությունը վերանա, խաղաղություն լինի աշխարհում։ Բայց մեդրեցին երբևից է չի օգտվել նման արտոնություններից։ Մեզ դժվարություն է, շատ մեծ։ Ցանկացած մանր խնդրի համար առաջնում ենք քաղաք, պարտադիր պետք է մեկնել քաղաք։ Եվ այդ սխալ ներքին քաղաքականության մշակված ծրագրի պատճառով ամեն ինչ քաղաքում մարզերը մնացին առանց պետական կարևորագույն լծակների։ Առողջապահություն, կրթություն ամենակարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող։ Եվ այդ ամենը տենալով մի տենդենց է ձևավորվել, բոլորը ձգտում են քաղաք ունենալու և դա արտագաղթի պատճառը, այդ դժվարությունը, այդ հեռավորությունը, երբ որ դու անտեր ես կառավարության կողմից, լինում է արտագաղթ։ Ինչպիսի հեռանկար կա մեղրին, որպեսզի բնակիչները ամուր կանգնած լինեն, առաջկայել սոցիալական, և այսպեսի մի օրենք գոյություն ունի, մենք լեռնաարդյունաբերությունը մեր մոտ զարգացած է շատ, այսինքն այսօրվա մեր հրող ուժը տնտեսության լեռնաարդյունաբերությունը։ Բայց եկեք տեսեք մեր մոտ ագարակի անկում աշխատող մեր բոլոր բանվորների աշխատավարձը տեսնալով չես կարող հավատալ, որ ընդդեմ է պատկանում է ժողովուրդը։ Համեմատական եք անցկացնում Քաջարյանի հետ 4-ից 5 անգամ ավել։ Քաջարյանը աշխատավարձ է ստանում։ Պատճառաբանում են, որ մեր հանքը փոքր է, բայց այնքան չէ փոքր, որ մեզ մոտ աշխատում է 850, եթե չեմ սխալվում 1000, իսկ Քաջարյանում 3000-ից ավել։ Որպեսզի Պարոն Կարապետյան, ժողովուրդը կայուն մտա, վստահ կանգնի, մեղրին դարպասն է Հայաստան։ Այդ ստրատեգիական հարցերի շուրջ խնդրում եմ ձեր տեսակետը։ Տեսեք մեղրի ապրոստի հետ կապված, ասեմ կարևոր բան։ Դուք կարաք վստահ լինեք, ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ է սա, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Վստահ եղեք, մենք սաղ Պարսկաստանս սրբելու ենք ազգովին ու լցնենք Ռուսաստան։ Դրա համար պետք է հեշտացված ռեժիմ, որ մաքսատուրքերը մաքսային է, եթե վերարտանվում է Ռուսաստան, գնում է Ռուսաստան, այդ լուծում կա, որ ձեռք տա Հայաստանում մաքսազերծման են տանեն պարսիկները Ռուսաստան։ Ամբողջ ԵԱՏՄ-ի ու Պարսկաստանի միակ սահմանը է սա։
ու այս թունելները, որը շատ լավ բան է, ասեմ ամենալավ բանը տարածաշրջանի համար Սյունիքի այս թունելների կառուցումն է։ Ճիշտը պետք է լավ ասեն, ինչը խնդիրը բարձրացնել։ Այս թունելների արդյունքում մենք շատ արագ կարողանանք հնարավորություն ունենալ հեշտ հասցնել Հայաստանը, Վրաստանը, կլինեն տարանցիկներ Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա $1 միլիարդ շրջանառությունը ավելանում է։ Մյուս բանը գազը իրաց վերելու է, էլեկտրականություն եք իրանց տարում, նավթը վերելու է, դուք չեք պատկերացնի շատ ասկսում։ Այս տարածքը իմացեք աշխատանքի խնդիր չի ունենալու, տնելի խնդիր ունենալու։ Եթե վարժ ղեկավարը լինում, տարին $10 միլիարդ արտահայտել են վարանում մենք օգտագործում։ Դիզել ինչքան է բարձրացան, այս բանից բարձրացումից հետո էլ ինչքան է գինը։ Մեկ ամիսը մի լիտրը մոտավորապես գալիս է 262 անգամ տարբեր։ Միակ ամիսը նավթը, եթե իրեն հասցնում է ստեղ, Հայաստան, նավթի գնի վրա, մենակ է տրանզիտի վրա, հասնյակ, հազարավոր ռեյսը, ինչև եթե բանաձոր է դնում նավթը։ Եթե էլեկտրականություն ենք տալի, անդերից ստանում ենք գազ, էլ Ռուսաստանից գազի կարիք չենք ունենում։ Եթե տարածաշրջանում սարքում ենք հատուկ ջերմոցային տնտեսությունների համար գոտիներ, այդ գազը էշան ենք տալիս։ Օրինակ, նույն Հայաստանը 800 միլիոնի համարյա ապրանք ներմուծում գյուղատնտեսական։ Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու։ Եթե գնում ենք օրինակ ճիշտ ասեմ, էլի ամասյա Աշոց գնում ես ստախուր նստած ես, որտեղ մարդկանց չես կարող ասես, որ Հայաստանի ամենահարուստ շրջանն է դա լինելու։ Շատ վատ անդրվիճակը։ Մենակ կարտոֆիլը աճում են փոքր։ Սահման չկա նորմալ։ Ձեր մոտ այդ խնդիրը չկա, լավ է լինելու։ Տների գինը իրապես ոչ թե արցախցիների գալու հաշվին, այլ իրապես շատ մեծ տարբերություն է տալու։ Տների կարիք է լինելու ստեղ, որովհետև այս միլիարդանոց շուկաների մեջ պետք է հայերը արանքը իրանց փայլը ունենան վերջը։ Ինչ վերաբերում է բժշկական ոլորտի ու կրթության ոլորտի մասնագետներին։ Մի անգամ բացման ժամանակ ստեղ էինք, հիշելով անգամ դուք էիք բարձրացրել այդ հարցը, ու մենք քննարկեցինք այդ Երևանում, սենց լուծում ենք մտածում հավելյալ վճար ուսանողներին, ովքեր ավարտում են, եթե գալիս են այստեղ, եթե տեղացի են, փորձառուներին ինչ-որ ժամանակ գան, փորձ փոխանակներ։ Ժամանակին ինձ ասեցին, նաև դուք հուշեցիք, որ եղել է մի քանի սովետական միության ժամանակ ուղարկում էին տարածաշրջաներ, որ մասնագիտական ուժեղ բան ապահովի, որովհետև եթե վատանաս օրինակ ստեղ, եթե օրինակ մեղրի հիմա ինչ-որ ձևաչափ է փոխվում, հիվանդանոցի ձևը փոխվում է, պահվում է հիվանդանոցի մի մասը փակվում է, ոնց որ սենց տարբերակ է։ Մինչև քաջարան հասնելը, մինչև կապան հասնելը խնդիր է։ Դրա համար տարբերակ կմշակվի, որ հավելյալ աշխատավարձ սահմանային գոտիների հետ կապված ու ուղարկելու պրոցես լինի։ Այսինքն պետությունը վճարում է կրթաթոշակը, բայց դու ավարտելուց հետո գնա մի քանի տարի փորձ ձեռք մարդկանց օգնի։ Այդ տարբերակը ձեր բարձրացած հարցից հետո քննարկել ենք։ Դուք եք չի առաջարկել։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է լավ ապրելուն, վստահ եղեք, այդ մի հարցը այստեղ իրապես մեծ հարց է, թողարկենք խաղաղության պայմանագիրը մեր ասած ձևով։ Մնացողը հայ-ռուսական հարաբերություններն չալնելու եկան սենց որ շարունակվի ինձ թվում է ջերմուկ խմելու համար դեպորտ են անելու ինչ անելու վերջը շատ լավ Հայաստանի ամեն շրջան վերջին շաբաթով գնացել են մի 3-4 հոգի մոտեցել է մեզ ասել է որ դեպորտ են արել դեպորտ 3-4 հոգի մոտեցել են ուզում եմ ասել ու մեզ ասել են, որ այս մի շաբաթ առաջ սկսել են դեպորտները։ Մյուս հարցը լինելու է իրանց հետ առևտրի հարցը։ Մի հատ բան ասեմ, Ժոր, ինչքան լավ իրանց պահածելն են, ինչքան վատ պահածելն են, այդ ասում մեր թշնամին չի։ Ինքը երբեք մեր թշնամին չի եղել, ով որ համարում է, որ ինքը մեր թշնամին է, ինքը թուրքերից չի հասկանում։
քաշել են մարդիկ, իրանց գործն են առաջ տարել, այդ չի նշանակում